Գիտական անհեթեթ հայտնագործություններ, որոնք նախ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո ստիպում մտածել, դրանց մասին բարձրաձայնելու համար էլ հենց ստեղծվեց Շնոբելյան մրցանակը։ Ով, ինչպես, երբ Մարկ Աբրահամս, անհավանական հետազոտությունների տարեգիր երգիծական ամսագրի խմբագիր։ Հենց նա էլ մի օր որոշեց հասարակ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի գիտության, տեխնոլոգիայի եւ բժշկության ոլորտներ։ Արդյունքում դարձավ Շնոբելյան մրցանակի հիմնադիրը։ 1991 թվական քննարկվեցին ու Շնոբելյան մրցանակներ շնորհվեցին առաջին զավեշտալի գյուտերարներին։ Մրցանակաբաշխությունն էլ տեղի ունեցավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նոբելյան մրցանակի պարոդիան հայտնի է Իգ Նոբելյան մրցանակ, Հականոբելյան մրցանակ եւ Շնոբելյան մրցանակ անուններով, քանի որ այն իրականում հանրահայտ Nobel Prize մրցանակի երգիծական տարբերակն է։ Հետևաբար նրան կսվեց Իգ Մասնիկը, որ նշանակում է ամոթալի խայտարակ։ Այստեղից էլ անունը Իգ Նոբելյան մրցանակ։ Զավեշտալի մրցանակաբաշխությունն այսօր արդեն անցկացվում է Հարվարդի համալսարանի Սանդերս թատրոնում ամեն տարի սեպտեմբերին Նոբելյան մրցանակաբաշխությունից 1 ամիս առաջ։ Հատկանշական է, որ տարօրինակ գյուտարարների մրցանակ են շնորհում հենց Նոբելյան մրցանակի դափնեկիրները։ Մրցանակները յուրատեսակ պատվոգրեր են, իսկ շքանշանները սովորաբար պատրաստված են լինում հասարակ փայլատի թեղից։ Ամենաերգիծական մրցանակաբաշխությունը որպես կանոն լուսաբանվում է առաջատար հեռուստարադիոընկերություններով։ Շնոբելյան մրցանակը հանձնվում է 10 անվանակարգերում, իսկ Իգ Նոբելյան մրցանակակիրներն իրենց արտասովոր ու անհեթեթ գյուտերի մասին կարող են խոսել միայն 60 վայրկյան։ Պայմանը խախտողներին լրացնում է մի 8-ամյա աղջնակ։ Որպես կանոն գյուտն ու գյուտարարին հանդիսատեսը ողջունում է ծափերով եւ թղթե սավառնակներով։ Ամենաշնոբելյան գյուտեր։ Այսպիսով մրցանակը սահմանված է գիտական ամենաանհեթեթ հայտնագործությունների համար, որոնք նախ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո ստիպում մտածել։ Օրինակ Շնոբելյան մրցանակակիր են դարձել նրանք, ովքեր մի օր որոշեցին բացահայտել, թե ինչու է քայլելիս սուրճը թափվում, կամ նրանք, ովքեր կարողացան առաջին անգամ բացահայտել, որ հարբած մարդիկ իրենց իսկապես ավելի գրավիչ են համարում։ Ծիծաղում եք, սա դեռ ամենը չէ։ Փախչող զարթուցիչ։ Գաուրի Նանդան 2005 թվականին Շնոբել էր ստացել Քլոքի զարթուցիչի հայտնագործման համար, որը զանգելու պահին փախչում է հատուկ անիվների շնորհիվ եւ ստիպում տիրոջը վեր կենալ ակողնուց։ Փրկարար կրծքալ։ Ամերիկացի ինժեներներ Էլենա Բոդնարն ու նրա գործընկերները մշակել են կրծքալ, որը հաշված վայրկյանների ընթացքում վերածվում է հակագազի, ընդ որում մեկ այդպիսի փրկարար կրծքալից ստացվում է շնչելու միանգամից 2 դիմակ տիրոջ եւ դրա կարիքն ունեցող մեկ այլ հաջողակի համար։ Ալարկոտ կովը։ Բրիտանացի 2 գիտնական բացահայտել են, ինչքան ավելի երկար է կովը պառկած մնում, այնքան ավելի հավանական է, որ շուտով կկանգնի։ Երկրորդ բացահայտումն էլ այն է, որ անհնար է կռահել, թե կանգնելուց հետո որքան ժամանակ անց կովը կրկին կպառկի։ Շնոբելյան մրցանակի են արժանացել Անիտա Իռլենդը եւ Ռոլֆ Զվաանը, ովքեր ապացուցել են, որ Էյֆելյան աշտարակը ձախ կողմ թեքվերից ավելի փոքր է երևում։ Շնոբելյան փառք ու պատվի է արժանացել նաեւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով սահմանել է հրապարակային ծափահարություններն արգելող օրենք։ Դե ինչ, նոր զավեշտալի ու անհեթեթ գյուտերի ու գյուտարարների թիվը հենց այս երեկո կհամալրվի եւս մի քանիսով։ Ասել է, թե աշխարհը ծիծաղի նոր առիթներ կունենա։ Այսօր սեպտեմբերի 17-ին Շնոբելյան մրցանակաբաշխության 25-րդ հոբելյանական տարեդարձն է։